Աշխարհագրության ուսուցիչ ունեի, որին շատ սիրում եւ հարգում եմ, մի օր բաց դաս անցկացրեց, պարզապես կյանքից խոսում էր, ես 16 տարեկան էի, այդ ամբողջ 45 րոպեվա դասաժամին ես միայն մի նախադասություն ֆիքսեցի ինձ համար, որ ասեց, երբ դուք դառնաք 17 տարեկան, ավարտեք դպրոցը, այլևս իրավունք չունեք ձեր ծնողներից գումար խնդրել, դա արդեն ձեզ պատիվ չի բերի։ Ես այդ ֆիքսեցի իմ համար եւ չեք պատկերացնում, մի ամբողջ տարի սպասում էի, երբ է գալու մայիսի 6-ը, ես դառնամ 17 տարեկան ու գնամ աշխատելու։ Բայց այն մի ամիսը, որ արդեն 17 տարեկան էի, քննություններից միջև ավարտեցի դպրոցի, ընդամենը 5 օր հետո ես ընդունվեցի աշխատանքի։ Ինձ համար կարևոր չէր ինչ աշխատանք։ Ես աշխատել եմ հաստիկացուցակի ամենացածր պաշտոնով, ցրիչ էի աշխատում։ Նամակներ էի բաժանում, հետո սովորեցի կադրերի գործը։ Մինչև 95 թվականը։ Դրանից հետո շատ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ իմ կյանքում, որը ինձ տարավ դեպի բանկային համակարգ։ Անկեղծ ասած, գաղափար չունեի բանկը իրանից ինչ է ներկայացնում։ Սովորական առավոտ էր, գնացել էի հաց գնելու, հացի հերթ էր, հերթում կանգնած երկուքի զրուցում էին, բա Արջին բանկում ազատ աշխատատեղ կա, այդ թվականներին իհարկե աշխատանք գտնելը շատ դժվար էր։ Ես միանգամից դուրս եկա հացի խանութից եւ հարցնում եմ, թե որտեղ է գտնվում Արջին բանկը։ Ինձ բացատրեցին, որ հացի փռի մոտ է։ Ես չեք պատկերացնում, ինչ արագությամբ վազել եմ դեպի բանկ։ Բախտս այնքանով բերեց, որ իրենց հենց կադրերի գծով մասնագետ էր պետք։ Որոշեցի զուգահեռ բարձրագույն կրթություն ստանալ, եւ աշխատում էի, եւ սովորում էի, ստացա բարձրագույն կրթություն, եւ տեղից սկսեցի աճել մասնագետից ավագ մասնագետ, բաժնի պետ, հետո մի քանի տարի հետո ընդհատում եղավ, հետո ընտրվեցի որպես Կոնվերս բանկի կառավարիչ։ Այդ ընթացքում արդեն ես իմ բալիկին էի սպասում։ Գրկեցի ու իր աչուկները չեմ մոռանա, իր հայացքը այսպես նայեց ինձ, այդ ամենաերջանիկ պահն էր իմ կյանքի, ամենալուսավոր օրը, ամեն օր մենք իրար սեր ենք խոստովանում, ամեն առավոտ, այո, մենք մինչև չենք գրկախառնվում, այդ օրը չի բացվում մեր համար, դեռ փոքրուց ես ցանկացել եմ, որ ինքը որոշում կայացնի, ու ես միշտ դա իր մեջ դրել եմ, այսինքն մեր տան մեջ մենք եթե ինչ-որ բան ենք որոշում, դա մենակ ես չեմ որոշում, դա քննարկվում է, ու անպայման մենք ընդհանուր գալիս ենք համաձայնության, ես մի քիչ ստրեսային եմ, ինքը միանգամից զգում է դա, միշտ ասում եմ, մամա, էս էլ կանցնի, ոչ թե արի նստենք տխրենք, այլ արի մտածենք ինչ անենք, ոնց հաղթահարենք, ինքը ինձ հույս տվողն է, միշտ պետք է ծնողը երեխային տա, բայց այս պահին, արդեն որ ինքը մեծ է, ինքն է ինձ միշտ հույս տալի, մի վախեցի, համարձակ գնանք առաջ, այս հարցն էլ կլուծվի, այս խնդիրն էլ կլուծվի։ Իմ համար մաման օրինակ է ծառայել, թե ինչպիսին պետք է լինել, պատասխանատու, խիզախ, ոչ մի բանից չվախենալ, չգիտեմ, ճշմարտության կողմնակից։ Դեռ փոքրուց հայրս է իմ մեջ արժեքները կարևորել, որտեղ միշտ ասում էր, որ անկեղծությունը, ազնվությունը, արդարության զգացողությունը շատ կարևոր են։ Ամբողջ կյանքում պայքարել եմ արդարության համար, քանի որ շատ եմ կարևորել արդարությունը։ Ցանկացած հարաբերություններում արդարությունը շատ կարևոր է։ Մեր երկրին ավելի շատ պակասում է արդարությունը, եւ մենք միասնության թևերի հետ բերելու ենք այդ արդարությունը։ Ես վստահ եմ, որ արդարությունը գալիս է։